Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին, սոցցանցում հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է առաջիկայում գրավել իրանական Խարկ կղզին, որտեղ մշակվում է երկրի արտահանվող նավթի մոտ 90%-ը։ Ինչ-որ պահի ոչ այնքան հեռավոր ապագայում մենք կգրավենք Խարկ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ օբյեկտներ և կստանձնենք նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի դեպքում, ինչը լավ էլ ձեռնտու է և Վենեսուելային և Միացյալ Նահանգներին։ Թրամփը նաև կրկնել է պնդումը, թե Իրանի զինված ուժերի կարողությունների մեծ մասը ոչնչացված է։ Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունից ժամեր առաջ Իրանն ու ԱՄՆ-ն հարվածել էին միմյանց, արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Նախ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ գիշերը ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանին։ Օմանի ափերի մոտ էլ հարվածել էր մի նավթատարի, պնդելով, թե այն իրանական նավթ էր տեղափոխում։ Անձնակազմի 3 անդամ էր սպանվել։ Ըստ իրանական մեհր գործակալության Օմանի ծոցում ԱՄՆ-ն նաև հարվածել է իրանական նավի, որն առաջին անհրաժեշտության պարագաներ էր տեղափոխում Իրանն իր հերթին հայտարարել էր, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների, ամերիկյան կործանիչներ ոչնչացրել։ ԱՄՆ-ն չի մեկնաբանել այս պնդումները։ Բահրեյնում իրանական հարվածից երեխա է վիրավորվել, Քուվեյթը մի քանի ժամով փակել է իր օդային տարածքը։ Թեհրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները, հայտարարելով, որ դրանք փաստացի անիմաստ են դարձրել հրադադարը։ Արտգործնախարարությունը զգուշացրել է, սա ծայրահեղ լուրջ հետևանքներ կունենա, որի պատասխանատվությունը կկրի ԱՄՆ-ն։ Հայտարարությունում ասվում է. Միացյալ Նահանգները իրականացրած անօրինական և հանցավոր հարձակումները ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են, այլև ապրիլի 8-ի հրադադարը գործնականում անիմաստ են դարձնում։ Արտգործնախարարն իր հերթին ԵՄ պաշտոնակցի Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում խստորեն դատապարտել է ԱՄՆ հարձակումները, նշելով, որ դրանք կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը։ Աբբաս Արաղչին նաև քննադատել է ՄԱԿ-ի անդամ երկրների լռությունը ամերիկյան հարձակումների վերաբերյալ, զգուշացնելով, որ գլոբալ անգործությունը կհանգեցնի տարածաշրջանային և համաշխարհային անկայունության աճի։ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիներն իրենց հերթին զգուշացրել են. Իրանին ԱՄՆ-ի շարունակական հարվածները միայն կբարդացնեն իրավիճակը, հանգեցնելով ավելի լայն հակամարտության և սպառնալով համաշխարհային տնտեսական կայունությանը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի շարունակությունը չի հասնի իր ցանկալի նպատակներին, ինչպես նաև չի հաջողվի կոտրել Իրանի ժողովրդի կամքը կամ խաթարել նրա դիմադրողականությունը, նշվում է արտգործնախարարության հայտարարությունում։ Լարվածության նոր ալիքի պայմաններում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ է գումարել քննարկելու, թե ինչպես կարգավորել իրավիճակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, Մերձավոր Արևելքը ներքաշվում է խորացող ճգնաժամում, որի հետևանքները տարածվում են տարածաշրջանից դուրս։ Կողմերը պետք է դադարեցնեն կրակը եւ խնդիրը կարգավորեն դիվանագիտությամբ, սոցցանցում գրել է Անտոնիո Գուտերեշը։ Գիշերվա հարվածներից ժամեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե Իրանին տրվել է գործարք կնքելու հնարավորություն, բայց Թեհրանը չի օգտվել դրանից։ Հետևաբար ռումբերը կպայթեն երկրի կարևորագույն օբյեկտների վրա, սպառնացել էր Փիթ Հեքսեթը։ Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք ուզում ենք ինչ-որ բան վերսկսել, դրա կարիքը չունենք։ Հարցն այն է, որ մենք և պատերազմի նախարարությունը պատրաստ ենք սահմանել պայմաններ, ապահովելու, որ ստանանք այնպիսի գործարք, ինչպիսին նախագահ Թրամփն է ակնկալում։ Պարսից ծոցի մի շարք երկրներ դատապարտել են Իրանի հարվածները, Թուրքիան եւ Պակիստանն էլ զսպվածության կոչ են արել։ Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանի հարավին, թիրախավորելով արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքները։ Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին։ Իսրայելցի 2 զինվորական է վիրավորվել։ Սիրիական ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ իսրայելական զորքերը նաև մտել են Սիրիայի հարավում գտնվող Դերրա քաղաքին հարող մի քանի բնակավայրեր, որտեղ անցակետեր են տեղադրել եւ խուզարկել պետական եւ մասնավոր ավտոմեքենաները։